ապարանի դպրոցներն են։ Առաջի, երկրորդ, երրորդ։ Երեմիկ Դեմիրճյանի անվան թիվ 1 մշտական նկարչության, այդ որնացերը Վային գրագիտություն Կեստերկան քոլեջի դպրոցի մանկապարտեզի բուժ հաստատության դուք որտեղից եք։ Ես մասնավոր ուրեմն արտադրությունում եմ աշխատում։ Դա ո՞րն է։ Ոնց ասեմ, հացի արտադրություն, հատվածքի արտադրություն։ Քարոզարշավի ամբողջ ընթացքում եւ բուն քվեարկության օրը իշխող ուժի կողմից բազմաթիվ խախտումներ արձանագրած Newsam-ի լրագրող Նարեկ Խաչատրյանը ընտրության հենց հաջորդ օրը վարժական հավաքներին մասնակցելու ծանուցում է ստացել։ Զուգադիպություն է թե ոչ, դժվար չէ կռահել ընդամենը մի քանի փաստ համադրելով։ Նարեկ Խաչատրյանն ակտիվ լուսաբանել է քաղաքացիական պայմանագրի քարոզարշավի ընթացքը արձանագրել բազմաթիվ խախտումներ։ Վերջին նման բացահայտումը քվեարկության օրն էր Սոտքում, որտեղ նա նկարահանել էր ընտրատեղամասում հարյուրավոր զինծառայողների կուտակումը քվեարկության ավարտից րոպեներ առաջ, ինչպես նաև զինծառայողների հետ ընտրատեղամաս մտած նրանցից ոչ մի կերպ չհեռացող քաղաքացիական հագուստով անձանց, ովքեր չունեին որևէ կարգավիճակ, որը նրանց թույլ կտար այդ պահին գտնվել ընտրատեղամասում։ Լրագրողի հարցադրումներին, թե ովքեր են այդ անձինք եւ ինչու զինծառայողների քվեարկության ժամանակ նրանք դուրս չեն հրավիրվում ընտրատեղամասի տարածքից, հանձնաժողովի նախագահը պնդել էր, թե նրանց չի ճանաչում, թեև համբուրելով բարևել էր նրանցից մեկին։ Հետո էլ պատճառաբանել էր, թե միջանցքը ընտրատեղամասի տարածքը չէ։ Ինչ որ խնդիր կա, որ դուք չեք ուզում մոտենալ։ Որ մենք զբաղված ենք, մի վարքյան կներեք էլի։ Ես չեմ կարող ամբողջ դպրոցը վերահսկել։ Ամբողջ դպրոցի համար գոյություն ունի ոստիկանություն, խնդրում եմ, եթե տեղամասից դուրս ինչ որ խնդիր կա, տեղամասից դուրս շենքի կայացում ասած։ Արին Նելիջան, ես կամերա Ուրեմն պետք է ավելացնեք կամ դիմեք ԿՀ, որ չեք կարող վերահսկել։ Ամբողջ դպրոցի մասին չի խոսքը։ Հենց այստեղ զորքի մոտ կանգնած մարդկանց մասին է խոսքը։ Դա ձեր որոշելով չէ, օրենքով։ Թեև միայն լրագրողի դիտարկումից հետո էին նրանք հեռացել քվեարկության սրահից, բայց շարունակել էին մնալ ընտրատեղամասի տարածքում, շարքով կանգնած զինվորների կողքին, որոնք դեռ նոր պետք է մտնեին քվեարկության։ Այս տեսանյութի հրապարակումից կարճ ժամանակ անց, երբ լրագրողը Գեղարքունիքի մեկ այլ ընտրատեղամասից ուղիղ եթեր էր հեռարձակում ձայների հաշվարկի ընթացքը, Newsam-ը հեռախոսազանգ ստացավ պաշտպանության նախարարությունից, թե իրենց սպա է զանգահարել Սոտքի ընտրատեղամասից ու բողոքել, իբր Newsam-ի լրագրողը խոչընդոտում է հանձնաժողովի նախագահի աշխատանքը։ Ինչպես են հանձնաժողովի նախագահին ուղղված լրագրողի հիմնավորված հարցադրումները խոչընդոտել նրա աշխատանքը տարակուսելի է։ Ավելին տարօրինակ է, որ հանձնաժողովի նախագահի խնդրով դիմում են ոչ թե կենտրոնական ընտրական հանձնաժողովին կամ ոստիկանությանը, այլ պաշտպանության նախարարությանը։ Ուշագրավ է, որ պաշտպանության նախարարության խոսնակը քվեարկության օրը մոտեցել է քաղաքացիական պայմանագրի շտաբի մոտ աշխատող Newsam-ի մեկ այլ լրագրողի, հետաքրքրվել ու իմացել, թե որ լրագրողն է եղել զինվորների քվեարկության մասին տեսանյութի հեղինակը։ Զուգադիպություն է արդյոք։ Այս զանգից հաշված ժամեր անց Նարեկ Խաչատրյանին զանգահարում են ու հրավիրում զինկոմիսարիատ։ Ներկայանալուց հետո լրագրողը առաջիկա 25-օրյա վարժական հավաքներին մասնակցելու ծանուցագիր է ստանում։ Նարեկ Խաչատրյանը առաջին լրագրողն է եղել, որը բացահայտել է այս քարոզարշավին օրենքի խախտմամբ ուսումնական հաստատությունների լայն ներգրավումը իշխող ուժի կողմից։ Արագածոտնի մարզում քաղաքացիական պայմանագրի քարոզարշավի ժամանակ նա նկարահանել էր, թե ինչպես են մարզի մի քանի համայնքների դպրոցներ դադարեցրել դասերն ու կազմակերպված ձևով, ուսուցիչներով, աշխատակիցներով ու աշակերտներով գնացել իշխող ուժի նախընտրական հավաքին մասնակցելու։ Հենց Նարեկի տեսախցիկին նայելով այս ամենի մասին պատմող ուսուցիչների մեծ աղմուկ բարձրացրած կադրերն էին, որ ստիպեցին իշխանությանը հայտարարել, թե 4 դպրոցների տնօրեններ ազատման դիմումներ են գրել։ Միայն այս որոշումը ցույց է տալիս, թե որքան ծանրակշիռ են եղել վարչական ռեսուրսի օգտագործման վերաբերյալ լրագրողի ներկայացրած փաստերը։ Դասի ժամին ոնց եք եկել։ Այսօր մենք դասերը մի փոքր բան ենք արել ու բան։ Ինչ։ Այդ ձեր կոլեգաները ասացին այսօր մի փոքր կարճ են արել, կես ժամ են դաս արել, դուք էլ եք կարճ արել։ Այո։ Բայց հիմա կասեմ, որ դա խախտում է, դասի ժամին եկել եք։ Չենք կարա մեր վարչապետին չկանք դիմավորենք, դրա համար մենք կջադեցինք ժամերը։ Բոլոր ուսուցիչներով եք։ Այո, հանուն Փաշինյանի։
Բոլոր ուսուցիչներն են ցանկություն հայտնել։ Իսկ տնօրենը։ Այո, մանավանդ մեր տնօրենը։ Ըստ էության, հենց այս պահից էլ Newsam-ի լրագրողը հայտնվել էր իշխանությունների տեսադաշտում։ Նարեկ Խաչատրյանը, որը պատշաճ կարգով անցել է իր ժամկետային զինվորական ծառայությունը եւ միշտ պատրաստ է կատարել իր պարտքը հայրենիքի առջև, իհարկե կմասնակցի վարժական հավաքին, ինչպես ծանուցվել է։ Ավելին, Newsam-ի մեկ այլ աշխատակից հենց հիմա էլ մասնակցում է վարժական հավաքին։ Մեր խմբագրություն այցելած ցանկացած մարդ տեսել է հիշատակի ու փառքի անկյունը նվիրված 44-օրյա պատերազմին հերոսաբար կռված Շուշիում զոհված մեր երիտասարդ օպերատորի Վահե Կարապետյանի հիշատակին, որը նոր էր ավարտել ժամկետային զինծառայությունը, երբ սկսվեց պատերազմը, սակայն հրաժարվեց օգտվել որպես լրատվականի աշխատող ռազմաճակատ չմեկնելու հնարավորությունից ու գնաց կատարելու իր պարտքը։ Մենք Վահեին հպարտությամբ պատերազմ ճանապարհեցինք, որովհետև մեր խմբագրությունում այդպես է, բանակը եւ զինվորը բարձրագույն արժեք են։ Բայց մարտունակ բարձր բարոյահոգեբանական մթնոլորտով բանակ ունենալու համար նույնիսկ 1000 նման խմբագրությունը բավարար չէ։ Դա պաշտպանության նախարարության խնդիրն է, որը պետք է բանակում ծառայություն, այդ թվում վարժական հավաքին մասնակցելը դարձնի հպարտության, ոչ թե իրենց խախտումները բացահայտողներին պատժելու միջոց։ Խնդիրը ոչ թե կոնկրետ անձն է, այլ շատ ավելի մեծ է ու մտահոգիչ։ Ինչ բանակ է այսօր կառուցում իշխանությունը ծառայությունը օգտագործելով որպես մահակ։